մի օր գնացինք Արեշ, մամայի կապլետները եւ պերաշկիները, այսպես ասած, համտեսելու, ասաց Армен, дорогой, ասաց я тебя не так воспитывала. Когда ты даешь интервью, мне стыдно перед своими подругами. Այսինքն կշտամբեց իմ այդ ագրեսիան, լեզվամտածողության եւ բառապաշարի այդ անկումը, որը ես էլ եմ ինձ զգում մեկ-մեկ, բայց այդ տեսակետից է, այդ խոսքի մշակույթի կտրուկ անկումը, որը պարտադրվել է մեզ, արդարացում չի, բայց դրանից չի որ մենակ պարտադրվել է, ես էլ տենց մեջիցս այդպեսին եմ դարել, այդ я тебя не так воспитывала բանի մեջ, բանաձևի մեջ, հա, կար բան մեծ իմաստ, որովհետև իմ տարիքի հեռուստադիտողները ավելի լավ կհասկանան, մենք մի ոտքով 75 տենց թվականին եմ ծնվել, այդ սերունդն ենք, որը դեռ գաստյախ ու սկազքի է տեսել եւ ես իմ բանա ծոճը վալյա տեսել բանի մեջ, հա, եւ սպокойно նոչի մյուս ոտքով մենք հիմա տենց TikTok-ի մեջ ենք, այսինքն մենք մենք շատ մեծ թրիչներ ենք տեսել, հիմա իմ երեխեքի օրինակ փոքրս գալիս ասում է պապ դինոզավր ես, այսինքն իր այդ բանի մեջ անգամ իմ երկացանքն է իր համար դինոզավրային կամ սիրած ֆիլմերի այսպես նստում ասում պետք է ես կինո նայենք, մենք ես ու մաման սիրում ենք, դու էլ արիս տես, հա դոբրի կինո է, էլի, ոչ թե այդ ձեր այդ տուֆտա անիմացիան, ֆանտաստիկ, sci-fi, ես իմ զիբիլ, որ մենակ այդ ձայնային բանից կլեն նարմայնան։ Ունենք այդ սերնդային գեփը, այսպես ասած, այդ ճեղքվածքը կա, բայց մեր սերունդը հենց մեծացել է ջումայի վրա, կոպիտ ասած, հա, մենք տեսել ենք մեր ժամանակ կինոները բլագարոդնիության մասին էին, գրականությունը, որ հրամցվում էր բլագարոդնիության մասին էր, այդ ասպետական պահվածքի մասին էր, հավերժական արժեքների մասին էր, այսինքն այն ինչի վրա մենք մեծացել ենք, այդ սաղ այդ ռոմանտիկ շղարշը, որի տակ իրականում արժեհամակարգ կա, ռուս գրականությունից մինչև հայկական կերպարվեստ, այդտեղ այսօրվա իրականության հետ կա հսկայական խզում,